Այս հաղորդման ընթացքում դիտեք վարձով բնակարան, աշխատանք փնտրելու փորձեր, կրթության շարունակություն։ Ինչ հոգսեր ունեն արցախցի երիտասարդները Հայաստանում։ Իմ շատ ընկերներ, շատ ծանոթ մարդիկ, շատ երիտասարդներ արտագաղթեցին երկրից։ Արդյոք պետական ու մասնավոր հատվածը աջակցում է նրանց աշխատանք գտնել։ 17 տարեկան տղան դարձել է տան միակ աշխատող ուժ։ Այս անգամ ցույց կտանք հարթակ, որը կօգնի ստեղծել ձեզ համար վստահելի աղբյուրներով որոնման միջավայր։ Կուզեիք մասնակցել օլիմպիական խաղերին, իսկ ձեր մրցակիցը բռնցքամարտում լիներ հայոց Վարազդատ թագավորը։ Տա-դա-դա-դամ։ Մովսես Խորենացին հենց ինքն է նշում, հիշատակում, որ Վարազդատը մասնակցել է օլիմպիական խաղերին։ Ստուգում ենք պատմական կերպարների կյանքի դրվագները։ Ստուգված է։ Դիտեք, որովհետև հետաքրքիր է։ 2023 թվականի սեպտեմբերին հազարավոր արցախցի երիտասարդներ ստիպված լքեցին իրենց տունը, դպրոցը, համալսարանը, մանկության հուշերը։ Նրանք հեռացան իրենց ծննդավայրից, որտեղ ձևավորվել էին նրանց երազանքներն ու առաջին հաղթանակները։ Տեղահանությունը նրանց համար պարզապես աշխարհագրական փոփոխություն չէր, այն կյանքի ամբողջական շրջադարձ էր։ Այսօր նրանք ապրում են Հայաստանում, նոր միջավայրում, նոր կանոններով, հաճախ անորոշության եւ սոցիալական բազմաթիվ դժվարությունների պայմաններում։ Գոհարը Արցախից է։ Ծնվել է Ասկերանի շրջանի Սխնաղ գյուղում, ապրել է նաև Բերձորում եւ Ասկերանում։ Քոլեջ ընդունվել է Շուշիում, բայց 44-օրյա պատերազմի պատճառով այն չի կարողացել ավարտել։ Երբ որ պատերազմը սկսեց, մենք արդեն տեղափոխվեցինք, սկսվեց նաև տեղահանությունը, ու մենք տեղափոխվեցինք Հայաստան։ Մեր քոլեջը դե բնականաբար արդեն չէր գործում։ Ու երևի այդպես 1 տարի ես ոչ դասի գնացի, ոչ էլ ինչ-որ բան, մենք Հայաստանում էինք արդեն, տեղ գյուղում էինք տուն վերցրել, Վարձով այնտեղ էինք ապրում ու անվտանգությունից ելնելով էլ ետ չենք վերադարձել։ Դադարը երկար տևել չէր կարող, պետք էր ուժ գտնել առաջ շարժվելու համար։ Նոր հետաքրքրությունները Գոհարին բերեցին մեդիադաշտ, որտեղ նա գտավ ինքնադրսևորվելու առաջին հնարավորությունը։ Գորիսում մասնակցեցի 4 ամիսյա մի ծրագրի, այդ ծրագրի շրջանակում ես ծանոթանում եմ լրագրությանը, 23-ին ընդունվում եմ հետմեդիագործարան ու գալիս եմ արդեն Երևանում ապրելու։ Երևանում հաստատվելուց հետո Գոհարի համար նոր խնդիր է դառնում կրթական ծրագրով երկրից դուրս գալը, քանի որ միջազգային կրթական հաստատություններում արցախյան կրթությունը չի ճանաչվում։ Նայում էի հիմնականում ամերիկյան բուհերը, երբեմն եվրոպական, փորձում էի իմ այդ կրթության մասը լրացնել, բայց չէր ստացվում։ Նախ այնտեղ ուղակի գրելու տեղ չէր, պետք էր դու ինչ-որ հաստատություն նշեիր։ Հայաստանի դպրոցները բերում էր, բայց բնականաբար Արցախինը չէր բերում։ Արցախից տեղահանված երիտասարդների համար սկսվեց անկայունության մի երկար շրջան, երբ պարզվեց, որ նրանց անձնագրերում առկա 070 կոդը տարբեր խնդիրներ է հարուցում։ 24 թիվներ, երբ որ ես մեդիագործարան ավարտում էի ու մի ծրագիր կար, որի մի մասը պետք է իրականացվեր Երևանում, մի մասը պետք է իրականացվեր Գերմանիայում։ Հարցազրույցի փուլը ես անցա, բայց անձնագիրը 070 կոդով էր, իրենք ինչ-որ խնդիրներ են ունեցել վիզա ստանալու համար։ Այդպես այդ ծրագրին չկարողացա մասնակցել։ Անցած տարի էլի մի ծրագրի պետքա մասնակցեի, որը Վրաստանում էր։ Հասա սահման ու մեր սահմանին չթողեցին, որ ես երկրից դուրս գամ, ասացին, որ առնվազն փախստականի կարգավիճակի այդ փաստաթուղթը պետքա լինի։ Ես այսպես ընկած փորձում էի գտնել մարդու, ով թույլ կտա, որ իրենց տան վրա գրանցվեմ, որ այդ կարգավիճակը վերցնենք։ Այդպես իմ ծանոթներից մեկը համաձայնեց, առաջարկեց, որ կարող եմ իրենց տան վրա գրանցվել ու այդ կարգավիճակը ստանալ։ Այդպես ստացա, հիմա փախստականի կարգավիճակ ունեմ։ Սեփական երկրում փախստականի կարգավիճակ ստանալու քաշքշուկները, կրթության անհասանելիությունն ու բնակարանային գները շատ երիտասարդների ստիպեցին ընտրել արտագաղթի ճանապարհը, չգտնելով այն միջավայրը, որտեղ կկարողանային լիարժեք ինտեգրվել։ Մեդիագործարանում ստացած հմտություններով կարողացա աշխատանք գտնել։ Ես հիմա մարդու իրավունքների եզրական կենտրոնում եմ աշխատում։ Շատ ցավով եմ ասում, երբ որ մենք տեղահանվեցինք այստեղ, իմ շատ ընկերներ, շատ ծանոթ մարդիկ, շատ երիտասարդներ արտագաղթեցին երկրից։ Իհարկե շատերն էլ նաև մնացին, բայց
Շատ-շատեր ուղղակի մտածում էին արդեն ի սկզբանե, որ այստեղ չեն կարողանալու ինտեգրվել։ Անհատական պատմությունը վիճակագրության վերածելիս պատկերն ավելի մտահոգիչ է դառնում, քանի որ խնդիրը ոչ թե մեկ անձի, այլ մի ամբողջ սերնդի մասին է։ Գյուլբենկյան հիմնադրամի ֆինանսավորմամբ կրթական հետազոտությունների խորհրդատվությունների կենտրոնը հետազոտություն է արել 13-ից 35 տարեկան 1000 երիտասարդների շրջանում։ Հետազոտող Արման Մելքոնյանն ասում է, եթե երիտասարդի կենսապահովման պայմանները բավարարված են, մյուս խնդիրները լուծելի են։ Կարևոր էական խնդիր է Արցախից տեղանվածների հետ կապված, փաստաթղթերի հետ կապված խնդիրներ, որտեղ տարբեր իրավիճակներ են ի հայտ գալիս, երբ նրանք կամ կորցրել են փաստաթուղթը, կամ եւ որպեսզի ինչ-որ process սկսեն, ընդունվեն կամ այլ գործընթաց սկսեն, պետք է վերականգնել, որը ընդհանրում է որոշակի նոտարի կամ այլ ծառայություններից օգտվել, որը եւս ֆինանսական միջոցներ է ընդհանրում, առողջական խնդիրներ կան բազմաթիվ եւ սկսած հենց հոգեբանական խնդիրներից, այդ նրանք դեռևս այդ process-ի մեջ են անցումային, անընդհատ վերապրում են պատերազմը, հետպատերազմի այդ իրավիճակը եւ անընդհատ փորձում են հասկանալ իրենք ճիշտ տեղում են գտնվում թե ոչ։ Հետազոտողի դիտարկմամբ Հայաստանի քաղաքացիություն ընդունելու դժվարությունները ավելի շատ հոգեբանական են։ Մարդիկ մտածում են, որ եթե քաղաքացիություն ստանան, կդավաճանեն Արցախին։ Մյուս պատճառը մտավախությունն է, որ եթե ՀՀ քաղաքացիություն ձեռք բերեն, փախստականներին տրվող աջակցությունից կզրկվեն։ Արդեն տոկոսը բարձրանում է այն մարդկանց, ովքեր աշխատանք են ձեռք բերում։ Առաջինը այդ ուղղությամբ քայլել են բնակարանային ապահովման հետ կապված խնդիրը ավելի ինտենսիվ ձևով լուծել, որտեղ շատ մարդիկ ստացել են բնակարանի սերտիֆիկատ, բայց քանի որ պահանջներին չեն համապատասխանում բնակարան ձեռք բերելու, ուղղակի չեն ձեռք բերում եւ փաստորեն վարձի գումարներ չեն կարողանում տալ, համ էլ պետական աջակցություն են նվազել, միևնույն ժամանակ բնակարան չունեն։ Արցախցի երիտասարդների ինտեգրումը Հայաստանում բազմաշերտ գործընթաց է, որտեղ նախ եւ առաջ բոլոր հարցերի վերաբերյալ տեղեկացվածության մեծ պակաս կա։ Արցախցի երիտասարդների ինտեգրման ճանապարհին ամենամեծ մարտահրավերներից մեկը տեղեկատվության հասանելիությունն է։ Իսկ այստեղ իսկական քաոսից խուսափելու համար գործընկերս լավ խորհուրդ ունի։ Նա այսօր ցույց կտա մի գործիք, շատ օգտակար հարթակ, որը հնարավորություն է տալիս ստեղծել հստակ թեմատիկայով վստահելի աղբյուրներով ձևավորված որոնման միջավայր։ Ողջույն, թվային միջավայրում տեղեկության ծավալն աճում է, իսկ օգտվողները հաճախ ունենում են խնդիր, ինչպես գտնել իրենց հետաքրքրող տեղեկությունը հենց այն աղբյուրներում, որոնց իրենք հետևում են։ Կա մի գործիք, որը թույլ է տալիս ստեղծել սեփական որոնողական համակարգ, բաղկացած միայն ձեզ հետաքրքրող աղբյուրներից։ Google-ում գրում ենք Programmable Search Engine արտահայտությունը եւ բացում որոնողական մեր համակարգը ստեղծելու կայքը Programmable Search Engine.google.com կայքը։ Սեղմում ենք Get Started կոճակը եւ այստեղ գրում ենք մեր որոնողական համակարգի անունը։ Ենթադրենք դա մեդիագրագիտությունն է։ Ներքևում էլ հերթով ավելացնում ենք մեր նախընտրած կայքի դոմենները։ Հետո կարող ենք ակտիվացնել նաեւ պատկերների որոնման կոճակը։ Այս քայլերը կատարելուց հետո սեղմում ենք Create կոճակը։ Այնուհետև սեղմում ենք Preview կոճակը եւ բացված պատուհանում որոնում ենք մեզ հետաքրքրող թեման։ Եկեք որոնենք համալսարան բառը։ Ահա բոլոր հրապարակումները, որոնք գտնվեցին մեր նշած աղբյուրներում։ Վերևում կարող ենք դրանք դասակարգել ըստ ամսաթվերի։ Դա կօգնի տեսնել վերջին հրապարակումները։ Իսկ Images բաժնում կարող եք տեսնել կից լուսանկարները։ Երբ ետ գնանք եւ սեղմենք Customize կոճակը, կկարողանանք օգտվել որոշ առավելություններից։ Օրինակ կարող ենք գրել այս որոնման մասին հակիրճ նկարագիր։ Դա հնարավորություն կտա այլ մարդկանց հասկանալ, թե ինչի համար է ստեղծված այս հարթակը։ Search Features բաժնից Region հատվածում կարող ենք ընտրել երկիրը, որտեղ ցանկանում ենք որոնումներ անել։ Մի փոքր ներքևում կկարողանաք ավելացնել մարդկանց, որոնք նույնպես կարող են ձեր ստեղծած հարթակում որոնումներ կատարել։ Պարզապես ընտրեք այդ մարդու կարգավիճակը եւ գրեք էլեկտրոնային հասցեն։ Ետ գնալով կտեսնեք որոնման համար ձեր ստեղծած բոլոր խմբերը։ Այստեղ կարող եք ջնջել կամ ավելացնել նոր խումբ։ Ստեղծեք ձեր սեփական որոնողական համակարգը։ Հավաքեք բոլոր վստահելի աղբյուրները մեկ վայրում եւ դարձեք ավելի գրագետ սպառող համացանցում։ Ստույգ զրույցի այսօրվա իմ հյուրը Մունք տեխնոդպրոցի տնօրեն Աշոտ Ավանեսյանն է։ Ողջույն Աշոտ։ Բարև։ Որոնք են հիմնական խնդիրները, որ հատկապես տեղահանության առաջին ամիսներին հանդիպեցին երիտասարդները։ Առաջինը
իրենց նկատմամբ վերաբերմունքի խնդիրներ եւ երկու տեսանկյունից, ես այսինքն չեմ խոսում վատ կամ լավ վերաբերմունքից, այլ ծայրահեղականացված վերաբերմունք, այսինքն մի դեպքում վերաբերվել խղճահարությամբ, այն դեպքում, երբ որ երիտասարդին առհասարակ նման ձևով վերաբերվելը մեղմ ասած ջոկնում իրեն։ Եվ երկրորդը դրա հակառակ ծայրահեղությունը, որ կարծես ոչինչ էլ չի եղել։ Երիտասարդները, որոնք տեղահանության արդյունքում եկան Հայաստան, նրանց ապագայի նկատմամբ տեսլականը մեծ փոփոխությունների պիտի որ ենթարկվեր, ինչպիսի տեսք ունի դա։ Ուրեմն մեկ նախ կա երիտասարդության մի մաս, ովքեր չեն հարմարվել, չեն համակերպվել տանը չլինելու եւ իրենց միջավայրում չլինելու խնդրի հետ, չհամակերպվելու երկու ձև կա, ցավոք սրտի մի մասը չեն հարմարվում նաեւ այդ, այսինքն չեն կարող ընկալել, ընդունել իրողությունը, որը շատ ցավալի է, եւ երկրորդ էսը որ չեն կարողանում ընդունել այստեղ լինելը, չեն համակերպվում դրա հետ, բայց չեն մոռանում հետ գնալու մասին եւ դա իրենց չի խանգարում այստեղ ինչ որ բան անել։ Շատերն էլ փորձում են ինչ որ բան անել հենց հետ գնալու համար կամ այդ մտքով։ Մյուս հատվածը համար ցավոք այս երիտասարդների մեջ քիչ է ավելի մեծ տարիքի են այս ձևի մտածողներից շատերը, նրանք ովքեր համարում են ամեն ինչ ավարտված, հիասթափություն, վերջնական հիասթափություն, ոչ մի բան չանելու ցանկություն, էնտուզիազմի կորուստ, որը սարսափելի է, երբ որ երիտասարդի մոտ է, բայց քիչ չի էլի։ Տոկոսային մասով շատ է, եւ մի խումբ էլ կար, մի խնդիրների մի տեսակ էլ կառանձնացնեմ, երբ որ իրականությունը տարբեր է։ Երբ որ հայտնվել է երիտասարդը միջավայրում, որի իրականությունը, մարդկային հարաբերությունների ձևը, միջավայրը, շարժը, արագությունը, տեմպը կյանքի լրիվ տարբեր է։ Սա ամենամեծ, ամենալայն խնդիրն է, ավելի շատ երիտասարդների կլապով եւ բազմաշերտ է այս խնդիրը եւ ինքը տարբեր ձևով է ազդում։ Ցավոք սրտի ոչ բոլորն են կարողացել ճկուն եւ արագ հարմարվել տեղի իրականությանը։ Եվ քիչ երրորդ կտորը երիտասարդները, ովքեր շատ արագ են հարմարվել եւ իրենց դիրքավորել են նոր միջավայրում որպես ինչ որ բան անող, ինչ որ բան փոխող, իրենց դրել են այդ change maker-ների կներեք անգլերեն բառի համար, այդտեղ եւ սա էլ ոգևորիչ օրինակ իմ համար է, որ sense case-եր եմ տեսնում շատ։ Շատ հետաքրքիր է ու կարծում եմ հատկապես ձեր նշած վերջին շերտը, այսպես ասած, կարող է նաև հենց վարակիչ լինել մյուսների համար, ըստ իս։ Ինձ հետաքրքիր է Աշոտ նաև պետությունը ու հասարակական կազմակերպությունները արդյոք բավարար հոգեբանական աջակցություն ցուցաբերում են երիտասարդներին այս հարցերի շուրջ։ Իրականացված ծրագրերի դեպքում նույնիսկ չեն տարանջատում պետություն եւ մասնավոր սեկտոր հասարակական դաշտ, ու իհարկե բացառություններ կան, բայց գրեթե բոլոր դեպքերում արցախցիները, արցախցի երիտասարդները շահառոններ են։ Եզակի են դեպքերը, երբ որ արցախցի շահառոնների հետ աշխատողները արցախցիներ են։ Շատ պարզ լուծում կար։ Այն մարդիկ կազմակերպությունները, երիտասարդները, հատկապես սա երիտասարդների շրջանի մասին եմ խոսում, ովքեր շատ արագ ինտեգրվեցին, ինչ որ իդեաներ ունեին, փորձում էին ինչ որ բան անել հայրենակիցների համար, այս բոլոր հարցերին բաց լուծում կար, պետք է վերցնել իրենց, աշխատել իրենց հետ։ Եվ իրենք շատ ավելի լավ ճանաչում են խնդիրները, ճանաչում են հասարակությանը, երիտասարդությանը եւ իրենք շատ ավելի էֆեկտիվ իրենց միջոցով կանեն։ Արդյոք երիտասարդներին հեշտ տրվեց ու հեշտ է տրվում ինտեգրումը ամենատարբեր համայնքներում։ Մարզերում շատ ավելի լավ է վիճակը ինտեգրման երիտասարդների
ակտիվության եւ այլն եւ միջալյուց այն դեպքերը, երբ որ համայնքային կյանքում ակտիվությունը ավելացել, արցախցիների նկատմամբ վերաբերմունքը այլ է եւ այլն, դա փոքր համայնքներն են մարզային։ Օրինակ, երբ որ երիտասարդներ դպրոցական կամ ուսանող տարիքում եկան, կրթական համակարգը արդյոք պատրաստ էր ու արդյոք ճիշտ ձևով ընդունեց ուսանողին, սովորողին։ Եթե համալսարաններից սկսենք, երկու մասի բաժանենք, մեկը երբ որ արցախցի ուսանողները եկան տեղի համալսարանների տարբեր բաժիններում վերաընդունվեցին, այդ դեպքում հա, բավականին հեշտ գնաց այդ ինտեգրումը, մեծ մասամբ նույն ծրագրերն են եւ այլն, եւ նաեւ այստեղ կային արցախցի ուսանողներ, մի խոսքով դա ինչ-որ խնդիր չէր, բայց այստեղ ուրիշ խնդիր կա, տոկոսը ուսանողների, ովքեր արկա ուսուցմամբ սովորում էին Արցախում եւ եկել են այստեղ արկա ուսուցմամբ շարունակել են անմիջապես, բավականին ցածր։ Կարիերայի այսպես աշխատանք գտնելու մասով խոսենք։ Արդյոք պետական ու մասնավոր սեկտորը պատրաստ էր բացեր արցախցի երիտասարդի համար աշխատանք տալու ու հակառակ տեսանկյունից էլ աշխատանք գտնելը հեշտ էր, թե չէ, էլի 2 տարի առաջ ու այսօր։ Այստեղ մի սպეციფիկա կա։ Իրականում պատրաստ էր հատկապես մասնավոր սեկտորը, պետականում մի քիչ դանդաղ ու ավելի բարդությամբ, բայց պետականում էլ ինչ-որ ժամանակ հետո հեշտացվեցին process-ներ, եթե կա այդ ցանկությունը գնալ պետական սեկտորում աշխատելու, դա հիմնականում 25+ մարդկանց մասին է, բայց մի խնդիր կա, աշխատավարձի վարձատրության ակնկալիքը ռեալը եւ իրավիճակը այդ պահին այդ ընտանիքի այստեղ շատ բան էր փոխում, տեսեք, երբ որ ինչպես է կատարվում, օրինակ մարդու երիտասարդի կյանքի առաջի աշխատանքը ինչպեսին է լինում, ինչ որ փոքր աշխատավարձով, ինչ որ ցածր որակի աշխատանք, եւ դա նորմալ է, եւ այնտեղ ամբողջ աշխարհում է այդպես։ Երբ որ օրինակ կապ չունի գյուղում, Մարտունի քաղաքում, Ստեփանակերտում 20-21 տարեկան երիտասարդ ուզում է առաջին աշխատանքը ունենա, կամ Երևանցին Երևանում ուզում է առաջին աշխատանքը ունենա, նորմալ է, իսկ 80,000 դրամ աշխատավարձը, 120 շատ լավ է, եթե ինքը այդ տարիքում տեղավորվի ինչ-որ կապ չունի պետական սեկտոր լինի, թե մասնավոր, եւ այդպես է լինում, մարդ գնում է, աշխատում է, ինչ-որ մի քիչ բարձրանում է, փոխում է աշխատանք ավելի լավ աշխատանքի, հետո իր ընտանիքի հարց ունի, այսինքն սա նորմալ կարիերային եւ աշխատավարձային աճ է։ Երբ որ տեղահանվում ես, երիտասարդը կամ ընտանիքը ամբողջությամբ, ել չեմ խոսում այն թիրախային հատվածների վրա, երբ որ օրինակ դեպք ունենք 17 տարեկան տղան դարձել է տան միակ աշխատող ուժը։ Քիչ չեն, սա հազարավոր ընտանիքներ են տարբեր հանգամանքներում, այս երիտասարդներն այս իրավիճակում հայտնված, բայց եթե նույնիսկ այդ քանակը հանենք, միևնույն է, տան խնդիր կա, վարձի խնդիր կա, տեղում, այսինքն բնականon հունից ընկել է իրենց կյանքը, իրենց համեմատական ծախսերը շատացել են եւ խնդիր է առաջանում, որ երիտասարդները փնտրում են ավելի բարձր վարձատրվող աշխատանք։ Եվ այստեղ գալիս ենք իմ համար արցախցի երիտասարդների ամենավատ խնդրին, սա իմ համար կատաստրոֆիկ է, ոնց թվում է շատերը կհամաձայնեն, արցախցի երիտասարդները հիմա ժամանակ չունեն երիտասարդ լինելու, որ գնանք հետևից փնտրենք, թե սկսենք տոկոսային հաշվել, թե քանի տոկոսն է մեկի փոխարեն մի քանի աշխատատեղում աշխատում, կամ դա նորմալ չի, երբ որ դու տաքսի ես քշում առավոտ 8-ից մինչև գիշերվա 1-ը, հազարավոր մարդիկ կան, մի գործ ունեն, երկրորդն էլ ջիջի կամ Yandex են քշում Երևանում կամ հարակից քաղաքներում, այդ մարդիկ նորմալ գրաֆիկով ապրում են եւ իրենց երիտասարդությունն են վայել։ Ես նաև ասեմ, շատ համակարծիք եմ ձեր հետ ու նաև որպես մարզի բնակիչ լինելով ասեմ, որ մյուս մարզերի երիտասարդների համար էլ այս խնդիրը շատ կան։ Աշոտ, շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, կհանդիպենք։ Շնորհակալություն հրավերի համար։
Որքան հեռանում ենք պատմությունից, այնքան մեզ համար այն միֆական է դառնում։ Հունաստանում Օլիմպիական խաղերի թանգարանում հաղթողների մարմարե անվանատախտակին գրված է հայոց Վարազդատ Արշակունի թագավորի անունը եւ նշված է, որ նա 4-րդ դարում հաղթել է բռնցքամարտի մրցույթում եւ դարձել օլիմպիկոս։ Միֆերի բացահայտման հատվածում այսօրվա մեր հերոսները հին աշխարհի մարդիկ են։ Արդյոք մեր իմացած հայտնի առաջնորդ կամ մտածող մարդիկ իսկապես ուժեղ մարզիկ են եղել։ Նախագահներ, որոնք գոլֆ են խաղում, տեսել ենք։ Նախագահ, ով կինոյում ու թատրոնում է խաղացել, էլի տեսել ենք։ Բայց երկրի նախագահը մասնակցի օլիմպիական խաղերին ու ոսկի տանի, չէ, չեն տեսել։ Բայց այ մեր նախնիները տեսել են։ Մեր հայոց թագավոր Վարազդատը տադադադամ 4-րդ դարում օլիմպիական խաղերի ժամանակ հաղթել է բռնցքամարտում։ Ստուգենք։ Դու քեզ հայերու մեջ տեսել ես։ Ինձ ինչ է եղել Վարազդատ, մեծ հայքը, Արմենիա, Դարփին։ Մովսես Խորենացին հենց ինքն է նշում, հա, հիշատակում, որ Վարազդատը մասնակցել է օլիմպիական խաղերին։ Այսինքն Վարազդատ թագավորը ցաշվով այլ հայտնի իրադարձությամբ հայտնի չէ, քան հենց այդ լինելով բռնցքամարտիկ, որ մասնակցել է օլիմպիական խաղերին, եւ ես կարծում եմ չեմ կարծում, որ Մովսես Խորենացին չուներ որևէ հիմք այդպես հիշատակելու Վարազդատի մասին, եւ դա էլ տրամաբանական է, որովհետեւ դեռևս սկսած Արտաշեսյան դինաստիայից, հա, որոնք ամբողջովին հելենիստական, այդպես կարելի ասել վերնախավ ունեինք, որոնք իրենց գաղափարաբանությամբ, կառավարման տրամաբանությամբ խորը հելենիստական վերնախավ ունեինք եւ բնականաբար դա բերելու էր նրան, որ ինչ որ մի պահի նաեւ օլիմպիական խաղերի առնվազն լուրը կհասներ նաեւ Հայաստան եւ ավելին Հայաստանից եւս այնտեղ մասնակիցներ կունենայինք։ A քառակուսի գումարած B քառակուսի հավասար է C քառակուսի։ Չեք հիշում, չէ՞ ով էր մեզ տանջում ես բանաձևով դպրոցում։ Իսկ ոնց էր բացվում այս հավասարումը։ Մաթեմատիկոսի քառակուսի գումարած փիլիսոփայի քառակուսի հավասար է սպորտսմենի քառակուսուն։ Հիշեցիք հույն մաթեմատիկոս Պյութագորասին։ Հա, հենց նրա մասին եմ լսել, որ մեր Վարազդատ թագավորի նման եղել է օլիմպիական չեմպիոն։ Կարծեմ 588 թվականին։ Թե չէ։ Երբեմն մեզ համար ընկալումների մակարդակով դժվար է պատկերացնել, որ նա միաժամանակ նաև բռնցքամարտիկ էր։ Սա երևի մեր ժամանակակից ընկալումների տրամաբանության մեջ է, այլ ոչ հելենիստական հունական աշխարհի, որտեղ սպորտը, մարմնամարզությունը իրականում կենցաղի առօրեականության շատ կարևոր մաս էր։ Պյութագորասի կենսագիրները իրարամերժ տեղեկություններ են փոխանցում նրա բռնցքամարտիկ լինելու վերաբերյալ։ Նրանցից ոմանք ենթադրում են, որ խոսքը մաթեմատիկոսի մասին է։ Մյուսները կարծում են, որ նա անվանակից է ունեցել նույն անունով եւ ծննդավայրով։ Հին աշխարհում որևէ պատմություն գրելը, որևէ տող քո պատմության մեջ ներառելը, դա շատ ընտրովի երևույթ էր։ Այսինքն դու գրում ես մագաղաթի վրա, դու գրում ես շատ դժվարությամբ ստացված մեկ էջի վրա, եւ եթե դու գրում ես այդ մեկ էջի վրա նման տեղեկույթ, հետեւաբար ես չեմ կարծում, որ այդ տեղեկույթը գրում ես դատարկ տեղ։ Այսօր փորձեցինք առանց ավելորդ զգացմունքայնության խոսել իրական խնդիրների եւ իրական մարդկանց մասին։ Արցախցի երիտասարդների ինտեգրումը երկար գործընթաց է, որը պահանջում է ժամանակ, համակարգված աշխատանք եւ փոխադարձ պատրաստակամություն։ Եթե այս հաղորդումը օգնի մի փոքր ավելի լավ հասկանալ միմյանց եւ տեսնել մարդուն իր ամբողջ ներուժով, ուրեմն մենք մեր նպատակը մասամբ իրականացրել ենք։ Հաջողություն։ Կարդալ ու նոր լայքել, մտածել ու նոր կոմենտել, ստուգել ու նոր տարածել, շատ դժվար չէ, բայց ասում են անհարմար է ու քանի այդպես է կլինի սուտ լուրը, մեր պատասխանը սուտ լուրերին ստուգած է,
Կարդալ ու նոր լայքել մտածել ու նոր կոմենտել սդուգել